քաղբանտարկյալներին, ինչ է խորհրդանշում այս պաստառները։ Այդ պաստառները խորհրդանշում են, որ ներկայիս իշխանությունը բռնություն են կիրառում մարդկանց ազատ մտքի եւ այն մարդկանց, որոնք ազգային ուղղվածություն ունեն, եւ այդ մարդկանց դեմ իշխանությունները հատուկ հետապնդում են, որովհետեւ իրանք մեր թշնամիների խամաճիկ են։ Դրա հետ մենք էլ պետք է պայքարենք այդ մարդկանց ազատության համար։ Վահագն Չախարյանը փոքր գործ չի արել։ Ինքը ժամանակին, ասեմ ձեզ, դուք երևի կիմանաք Ջավախքում, երբ Սաակաշվիլին խեղդում էր ամեն հայկականը, ինքը տեր կանգնեց Ջավախքին եւ ահագին ոչ մեկը պահեց Ջավախքը։ Դա դեռ ասում եմ 2000-ական թվականներն են։ Այսօր ինքը եկել է այստեղ իմանալով մենք ինչ ծանր վիճակում են գտնվում, ինչ բռնատեսությունների տակ են պահում ներկայիս իշխանությունները ամեն ազգայինը եւ ազատագրականը եւ ինքը պայքարում է ազգային արժեքների համար։ Դրա համար էլ իր գնեսով բանտարկված է։ Իսկ այսօրվա դատական նիստից ինչ սպասելիքներ ունեք։ Առանձնապես ես լավ սպասելիքներ չունեմ, բայց պետք է պայքարել, երբեք պետք չի ոնց ասեմ ձեռքերը ծալած նստել։ Եկեղեցու դեմ նոր պայքար է գնում։ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ կաթողիկոս չունենք, հայ առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի, ինչ կասեք։ Ես կարամ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը ինքն ազգի թիվ 1 այսօր թշնամին է եւ դավաճան է, ինքը թիվ 1։ Դրա համար իր ասելիքներից ոչ մի լավ բան չի կարելի սպասել։ Մենք ինչքան շուտ այդ ոնց ասեմ աղետից, ազգային աղետից ձերբազատվեն, այդքան ասում եմ մեր ազգի փրկության շանսերը կմեծանան, այդքան ավելի շանս ունենք, որ փրկվի մեր ազգը։ Պետք է շուտ մենք ձերբազատվենք այդ ոնց ասեմ այդ ազգակործան պատուհասից։